Հայտնի բլոգեր Քրիստինե Մարգարյանն իր ինստագրամյան հարթակի սթորի բաժնում նոր հրապարակում էր արել։ Նրա և մայրիկի միջև խոսակցության ժամանակ փոքրիկ վիճաբանություն է ծագում։ Առաջարկում ենք դիտել հոլովակն առանց մեկնաբանության։ Երեկո ձեզ, մաման հետս կռիվ է անում ժողովուրդ, ասում է մարտի 8-ը մեր մամաների օրն է, տոնն է։ Ես է բացատրում եմ, որ մարտի 8-ը ջոել աղջիկների տոնն է, ապրիլի 7-ն է, մայրության եւ գեղեցկության տոնը։ Իհարկե մարտի 8-ին էլ ենք մենք նվեր անում մեր մամաներին ու միշտ ենք անում, բայց մարտի 8-ը աղջիկների օրն է, էլի մայր։ Ոչ։ Ինչու՞։ Այդ միջև ապրիլի 7-ը որ ստեղծվել է, միջև այդ մարտի 8-ը ա եղել միշտ։ Ու դա մեր տոնն է եղել։ Հա։ Այո։ Մենք չլինենք այդ ձեր գեղեցկությունը ուռդուս պետք է լիներ։ Լավ, всё, որ ասում է, ուրեմն տենց է։ Մարգարյանն իր ինստագրամ սոցիալական հարթակում հրապարակել է ամուսնու հետ համատեղ լուսանկար։ Քանի որ նա նախկինում անձնական հրապարակումներ չէր անում, լուսանկարը հետևորդների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Հատկանշական է նաև նշել, որ հետևորդների քանակը զգալիորեն ավելացավ այն պահից, երբ Քրիստինեն անսպասելիորեն հայտնեց երեխայի սպասելու լուրի մասին։ Քանի որ նա իր էջում ամուսնու հետ հրապարակումներ չէր արել և անձնական կյանքի մեծ մասը հանրությանը անհայտ էր, հետաքրքրությունն իր անձի շուրջ էլ ավելի ավելացավ։ Օրերս Քրիստինեն իմացել է նաև երեխայի սեռը։ Նա այս մասին իր էջում հոլովակի տեսքով հայտնել է հետևորդներին, որն առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։ Հեյ, ինձ լսում եք, չէ՞։ Ես անսահման երջանիկ եմ, որ հենց այս ընտանիք եմ գալիս, եւ որ հենց դուք եք իմ ծնողները։ Մամ, իմ գեղեցկուհի մայրիկ, ես ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնել, որ այսքան գեղեցիկ վայրում եմ ես։ Ես տեսնում եմ, որ դու ամեն ինչ անում ես դրա համար։ Ուզում եմ ասել շնորհակալություն քեզ։ Պապ, իմ ամենաուժեղ հայրիկ, ես ուզում եմ ասել, որ դու ամենապայքարող ու ամենաաշխատասեր հայրիկն ես։ Քեզ էլ շնորհակալություն։ Եվ ուզում եմ ասել, որ ձեզնից եմ սովորել անսահման սիրել եւ շնորհակալ եմ, որ հենց ձեզ եմ սիրել, առաջինը։ Իսկ հիմա արդեն ժամանակն է, որ ասեմ, թե ով եմ ես։ Եվ այսպես, ես ձեր ամենաուժեղ տղան եմ։ Այո, սիրել։ Քրիստինան փոքր հասակից փորձել է մայրիկին ուրախացնել։ Կա արդյոք պատճառ։ Գուցե տխուր էր իրականությունն ու ինչ-որ բան այն չէր։ Կար շատ ցավոտ պատմություն։ 17 տարեկան եմ եղել, որ մայրս ունեցել է հիվանդություն։ Դպրոցս չէի ավարտել, 9-րդ դասարան էի։ Դրանից հետո պետք էր ինչ-որ տեղ ընդունվեի, սովորեի, բայց ինձ այդ ամեն ինչը խանգարել է։ Մայրս ուներ բարդ խնդիրներ, ասում էին ուռուցք կա, բայց ես մինչև վերջ չեմ հավատացել։ Անցնում է մի որոշ ժամանակ, ստուգվում է, ասում են չկա այդ խնդիրը, բժշկվել է։ Մհերի հարցին, թե կան արդյոք գաղտնիքներ, որոնց մասին կուզենար խոսել, Քրիստինան ճակերտավոր ասված անկեղծացավ, հումորով պատասխանեց հարցին։ Մեկ բան եմ ուզում բարձրաձայնեմ, շատ քչերը գիտեն, ինձ փոքր ժամանակ որդեգրել են։ Չէի ուզում դրա մասին խոսել, 14 տարի եղբայրս մեծ է ինձանից։ Մայրս ինձ չի ունեցել, 14 տարի անց հայրիկիս հետ որոշում են կարելի է որդեգրել Քրիստինային ու որդեգրում, ինչի համար շնորհակալ եմ։ Շատերին է հետաքրքիր, որտեղ է Քրիստինայի հայրը։ Իմ հայրը 3 տարեկանում գնացել է Ռուսաստանի Դաշնություն։ Շատ եմ զգացել հորս կարիքը, պապայի բաց թողումը ոչ մեկ չէր կարող լրացնել։ Թեպետ կապը կա, շփվում ենք, իմ ծնողն է, շատ սիրում եմ, բայց մամաս ա ինձ պահել, մեծացրել մեծ դժվարություններով։ Արդյոք անընդհատ աչքի առաջ լինելը այդ կերպարը ինստագրամի չի խանգարում անձնական կյանքը դասավորել։ Կարծում եմ չի խանգարել կամ չի խանգարի, չեմ անում նենց բան, որ վաց գամ ինձ։ Երբևիցե չի եղել իմ կողմից ավելորդություն, անձնականի հետ կապված երբ լինի նորություն, անպայման կկիսվեմ այդ մասին էջում։ Star News-ը սիրով հարցազրույցից առանձնացրել էր այսքանը, այժմ հոլովակներ Քրիստինայի էջից առանց մեկնաբանության։ Այս կոկորդս ոնց հա ցավում։
Կոկորտես ոնց է ցավում։ Դե վիրուսա, չգիտես։ Այ, Մի կեր, տենց բաներ, մի կեր։ սիրտը սուզում է։ Կյանքն իմը դու հազում ես, մի կեր։ Տենա Սարինան եկել է։ Որ գա կզանգի։ Մամ, նա դե չիպսը կտաս ուտել։ Վայ, չիպսը չի կարելի, Վայ, Քրիստի։ ոչինչ, ուզում եմ մի քիչ ուտեմ, երկու հատիկ շատ չէ։ Անենց ես հազալու, խեղտելու ես տեղը։ Չէ, Մի երկու հատիկ շատ Քրիստիկ չէ, վախշե, ոչ կանֆետ, ոչ էտի։ Դուր մի երկու հատիկ փորձեմ էլի, մամ։ Եթե ասել ես, մամա, կոկորտս, ինձանից չնեղանաս։ Չէ, դուր։ Վեկալ բացի, անի։ Հա, լավ, բացի մի հատ Ես բան չեմ եմ կարա անում։ բացեմ ես իրանից։ Կարում ես ես վանել բացեմ։ Վայ։ Մի կեր։ Օրիգինալ էլ գրել են ոնց որ բանա։ Այ մամա։ Մամ, էսի չաղջի։ Վայ։ Վայ մամ ջան։ Vay mama, vay mama can. Աղջի սիչա։ Աղջի դու անորմալ ես, աղջի մարդու սիրտը կագնի տեղն ու տեղը։ Աղջի դու դեբիլ ես։ Վայ, կմեռնեմ, ես չի սպասում, որ սես լավը կլինի։ Մամա ջան, մամա։ Այս ֆենը ինչ եղա փչացավ։ Ես ինչ է կարե փչացել այս ֆենը։ Մամ, Չի փչացել։ փչացել է մի հատ այ նա ես խեք բաղնիքում կախում։ Փչացել էլի տուստեի։ Սպասի տես չի, նայի, սենց անում է։ Միացրա այղ ճիշտ էպսելից։ Սպասի։ Հələ թող, այս ինչ հող, չիստեղից բացվել է։ Մի հատենամ ինչ եղավ սրան։ Աղջի սենց բան են անում, աղջի փչացրեց իր այ աննորմալի մեկը։ Մայա փչացնոզեց։ Մամա, ինքն ասել։ Աղջես ինչա։ Վայ, աստված ջան, վայ, վայ, վայ։ Չես գժի ձերդ ես ուր։ Ջան նորմալ է, աղջի գիշե։ Դու ես արի աղջի։ Ինքն ասել որ անեմ։